Երգիչ Արտաշ Ասատրյանի երկրպագուներից մեկը Արտաշի մասնակցությամբ դեռ տարիներ առաջ արված մի լուսանկար էր հրապարակել, դրանքից պատմելով բավականին հետաքրքիր պատմություն։ Լուսանկարին կից նա մասնավորապես գրել էր. «Փոքրիկ Ելենան իր ծնողների ընկերների հարսանիքին։ Մանկությանս հենց այսօրն եմ ես լավ հիշում։ Արտաշը մեզ նվիրեց իր հայրիկի գիրքն ու ձայնասկավառակներ։ Հավելենք, որ մանավանդ դստեր ամուսնությունից հետո Արտաշ Ասատրյանը սկսեց առավել հաճախ հանդես գալ նոր հրապարակումներով ու հարցազրույցներ տալ, որոնց ընթացքում խոսել է անձնական ու ընտանեկան մի քանի թեմաների մասին։ Արամ Ասատրյանի կինը մահացել էր ամուսնու մահից բավականին կարճ ժամանակ հետո։ Նրանց դուստրը Զվարթը դեռ ամիսներ առաջ էր հրապարակել այն խոսքերը, որով Արամ Ասատրյանը հաճախ դիմել էր կնոջը. «Թանկ ես ինձ համար իմ անգին նվարդ, իմ բալիկներին և ծաղիկ և վարդ»։ Հարցազրույցներից մեկում խոսելով ընտանիքի դերի ու կարևորության մասին Արտաշ Ասատրյանն ընդգծել էր. «Ամեն ինչի հետևում ընտանեկան քաջալերանքն է, գիտակցումը, որ ընտանիքդ քո կողքին է, քեզ հետ քայլում է քո նույն ճանապարհով և բոլոր իրավիճակներում քեզ մղում է ավելին անելու և ավելի շատ ստեղծագործելու։ Աշխարհում լավագույն տիտղոսները ես չեմ փոխի իմ ժողովրդի տված սիրո և գնահատանքի հետ։ Նույն կերպ եղել է իմ հայրիկի կյանքում, ոչինչ իրեն այնքան չի ուրախացրել և ոգևորել, որքան իր հանդիսատեսի տված սերն ու գնահատանքը։ Մարդ մնալը դժվար, բայց ամենակարևոր արժանիքն է, որտեղ էլ լինես, ինչ էլ որ անես, պետք է չմոռանաս մարդկային, բարոյական և ազնիվ արժեքների մասին։ Ես դժվարություններ սիրում եմ հաղթահարել և պատրաստ եմ միշտ հաղթահարել, բայց երբեք չձուլվել և չկորցնել իմ մարդկային տեսակը։ Ամեն ինչ սկսվում է ընտանիքից, կայացած ընտանիք ունենալով դու կայացած մարդ ես նաև քո կյանքում։ Բոլոր կարևոր արժեքներն ու մոտեցումները կապված են թե ընտանիքի, թե հայրենիքի հետ։ Հայրենիքն ու ընտանիքը մեկ միասնական արժեհամակարգ են։ Երազում եմ, որ հայրենիքում այն խնդիրները, որոնք ունեցել են մեր պապերը և այժմ ունենք մենք, չունենան եկող սերունդները, որ նրանք ապրեն հզոր երկրում, խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում, մտածեն միայն դրականի և կյանքի պայծառ գույների մասին։ Ինչպես ասում են, երաժշտությունն աշխարհի լեզուն է, որը բխում է սրտից, հոգուց և չի ճանաչում ազգություն ու սահման։ Ներխուժելով մարդու կյանք, այն խորը արմատներ է դնում և ծիլեր տալիս նրա սերունդների ներսում։ Դեռ մանկուց Ասատրյանների ընտանիքը վայելել է մեր ժողովրդի սերն ու հարգանքը ի շնորհիվ մեր հոր Արամ Ասատրյանի։ Ծնվել եմ Էջմիածնում համայն հայության հոգևոր կենտրոնում, սովորել եմ Աբովյանի անվան 4-րդ միջնակարգ դպրոցում։ Իմ սիրելիին հանդիպել և սիրահարվել եմ հենց այդ դպրոցում։ Դեռ 3-րդ, 4-րդ դասարանում, իսկ արդեն 5-6-րդ դասարանում սիրո առաջարկություն եմ արել նրան իմ ապագա կնոջը։ Փառք Աստծո, նա այդ տարիներից ինձ հավատացել է, չնայած նրան, որ իր ծնողները դեմ էին, քանի որ շատ աշխույժ և ակտիվ պատանի էի։ Իհարկե, արդեն ամուսնությունից հետո ընկերացել եմ նրա ծնողների հետ և հիմա շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Խոսելով մանկությունից ասեմ, որ շատ ակտիվ և հիշարժան օրեր ենք ունեցել, շատ չարաճճիություններ ենք արել այդ տարիներին։ Այն ժամանակվա մանկությունը շատ է տարբերվում այժմյան փոքրիկների մանկությունից։ Մենք մեր օրերն անցկացնում էինք ընկերների հետ բակում խաղեր խաղալով, սպորտով զբաղվելով, ճամբարներ գնալով։ Հիմա շատ եմ կարոտում մանկության այդ հիշարժան օրերը։ Դեռ 10 տարեկան էի, երբ առաջին անգամ հայրիկիս հետ երգեցի Մշո երկիրն են անուշ երգը, որ մեր ձայնագրությունը մեծ տարածում գտավ և ես սկսեցի հայրիկիս հետ շրջագայել տարբեր երկրներով։ Դեռ փոքր տարիքից հայրս իմ մեջ սերմանել է երաժշտության հանդեպ սեր, հարգանք, գնահատանք և դրանով համոզել է, թե որքան լավ աշխատանք է երաժշտի երգչի աշխատանքը։ Մեր ժողովրդի ուրախությունը, ծափահարությունները շատ ոգևորիչ է մեզ համար։ Միշտ ասում են, որ շատերը մեծ գումարներ են վաստակում, բայց հաճախ այդ սերն ու հարգանքը չեն վայելում, իսկ մեր համերգներին մարդիկ երգում, պարում, ուրախանում են, մեծ հաճույք ստանում և հաճույքով էլ վճարում, ինչն ինձ համար հպարտություն է։ Արժանանալով մեր ժողովրդի սիրուն, ասեմ, որ ինքս էլ շատ եմ սիրում և գնահատում մեր ազգին։ Խոնարհվում եմ ինձ սիրողների, իմ երաժշտությունը գնահատողների առջև։ Նրանք բոլորը շատ թանկ են ինձ համար։ Ես փորձում եմ միշտ անմիջական շփվել նրանց հետ, քանի որ կարծում եմ գոռոզությունը արտիստի համար չէ։ Գոռոզանում են միայն հիմար մարդիկ։ Մենք ժողովրդի ծոցից ենք դուրս եկել և ժողովրդի մեջ էլ գտել ենք մեր սերը։ Մենք չենք փոխվել և շարունակում ենք մնալ մեր ժողովրդի զավակը։ Հայրս լինելով ժողովրդի մի մասնիկը մինչև հիմա մեր երկրի համար մեկ երգիչն է։
Իսկ այժմ արդեն մեր երիտասարդ սերունդն է երգում ծանր հրետանի Գրիշան, ում հետ միասին երգում ենք ոչ միայն որպես հայր եւ որդի, այլ նաեւ որպես ընկերներ։ Ինչպես ժամանակին ես եմ իմ հայրիկին տեսել եւ նրանից սովորել, այժմ նույն կերպ այդ ամենը փոխանցում եմ որդուս, որ ինքն էլ հետագայում փոխանցի եկող սերունդներին։ Փառք Աստծո, երգչի մասնագիտությունն ինձ տվել է ամեն ինչ՝ լավ ընկերություն, մեծ հարգանք, ճանաչում, ժողովրդի կողմից անկեղծ սեր, գնահատանք, իհարկե նաեւ հաճույքով իրականացվող աշխատանք։ Իմ մասնագիտության շնորհիվ ձեռք բերած իմ ծանոթություններն իմ հարստությունն են, նրանք տարածված են ամբողջ աշխարհում եւ նրանցից յուրաքանչյուրն ընտրյալ է։ Նոր ծանոթություններ հաստատելով միշտ փորձում եմ ընտանիքներով ընկերություն անել, մեծացնել շրջապատը եւ այդ սիրո մեջ ապրել։ Ես իմ շրջապատով եմ ուժեղ։ Երբեմն մտածում եմ, եթե երգչի մասնագիտությունը չընտրեի, հավանաբար կգնայի սպորտի ուղղությամբ, քանի որ մանկուց սիրում եւ զբաղվում եմ ըմբշամարտով, կամ գուցե որպես աշխատանք ընտրեի խոհարարությունը, գաղտնիք բացեմ, ինչպես ասում են, շատ համեղ ձեռք ունեմ։ Հաճախ արագ իմպրովիզներ անելով բավականին համեղ ուտեստներ եմ կարողանում պատրաստել, որոնք հետագայում գումարվում են մեր ընտանեկան սիրելի բաղադրատոմսերին։ Անգամ տարբեր երկրների խոհանոցներում սնվելուց հետո իմ հավանած ուտելիքը կարող եմ ինքս պատրաստել առանց խոհարարներին տեսնելու եւ բաղադրատոմսերը հարցնելու շնորհիվ իմ համային բարձր զգացողության։ Մարդու գենետիկ կոդը չի փոխվում, դա Աստծո բնության կողմից շնորհված կոդն է։ Իմ պապերը եւս երգիչներ են եղել, նրանք եկեղեցում հոգեվորականներ են եղել եւ ինչպես գիտենք, եկեղեցում ձայնային լավ տվյալներ ունենալը կարեւոր էր։ Ցավոք, գաղթը կտրել է շատերի կապը, բայց մեր ազգը եկեղեցուց ծնունդ առած եւ երգով ապրող սերունդներ է տվել։ Գեներով մեզ են փոխանցվել մարդկային շատ ու շատ հատկանիշներ, կարողություններ, երաժշտական մեծ տաղանդ։ Այսօր էլ մեր գենը գործում է իմ որդու օրինակով։ Վստահ եմ, մեր գենը դեռ շատ ու շատ պտուղներ է տալու եւ երգն ու երաժշտությունը ապագայում եւս ապրելու է մեր ընտանիքում։ Դեռ 1980-90-ական թվականներին երաժշտական տեմպն ավելի հանգիստ ու դանդաղ էր, իսկ այժմ հասարակության կողմից ավելի ռիթմիկ եւ ակտիվ երգերն են նախընտրելի։ Հատկանշական է նաեւ, որ հիմա 90-ականների երգերի արդիականացումը եւ նոր ոճով մատուցումը բավականին մեծ հետաքրքրություն է վայելում։ Շատ եմ լսել, երբ ասում են հին երգերն ավելի լավն են։ Գուցե պարզապես անցած տարիների լավագույն հիշողություններն են հարազատ դառնում ունկնդրին։ Կարծում եմ այժմ երաժշտական որևէ ուղղությամբ չկա ժամանակակից երգարվեստում, ամեն ճաշակի երաժշտություն կա, բայց մասսայական ընդունելության արժանացած հիթերը բացակայում են կամ մեղմ ասած շատ քիչ են։ Սովորաբար համընդհանուր սիրվող երգեր են մեր ոճի կատարումները, չգիտեմ ինչու են ռաբիս անվանումը տվել դրանց, բայց վստահաբար մասսայական սեր եւ ուշադրություն են վայելում այդ ոճի երգերը։ Դրանք մարդկանց տան, հոգու, արյան կանչի երգերն են, նրանք վայելում են մեր կատարումները, լսում այդ գեղեցիկ երգերը, իսկ մենք իրենց գոհունակությունն ու մեծ արժևորող խոսքերը, նշել էր Արտաշ Ասատրյանը։